Ոլվորդ, բոլորն էլ նույնն են։ Ես այսօր քանի ատրիլ ա բերել դավաճանության մասին։ Մանե, ինքան ես այդ թեմայից խոսած է, դրա համար էլ սաղոր այդ ռիլերը մոտդ բերում ա։ Ես իմ հատ մենթալ հոգեբան, սմարթ ֆետիշիստ, ֆեմինիստ կուրատոր ասում ա, որ ամեն երրորդ տղամարդ գնում ա իր սիրածի մոտ։ Իրան գոնե գնում են, մանե։ Իվան ինձ քթից տակ ա դավաճանել, իրա կաբինետում։ Վտատենամ այդ հավի հետ ինձ դավաճանում ա։ Գիտես Արոնը ոնց խփեց գլխիս։ Հենց խառը խփոցի էր, սենց Արոնը գլխիս էր խփում, ես այդ գլխին։ Մի րոպե, այսինքն այդ Ժիրոյի հետ նստած ծեծված հավը համեն Իվանի հետ ա Սիլիբիլի անում։ Մի րոպե սուս մնա էլի մանե։ Ես չգիտեմ մարդկությանը անհայտ պատճառներով ոնց ես դու Ժիրոյին սիրահարվե, բայց չեմ կարծում Ժիրոն այդ փիդրած հավին կարողանար կպցներ։ Մի րոպե, այսինքն Ժիրոն ինձ չի դավաճանել։ Այդ ծտիդ հաստատ չի դավաճանել, բայց դավաճանել։ Այդ ծտին որտե դնամ, սենց փետուները հատ-հատ փիդրելու եմ մանե, դնեմ ես աերոգրիլի մեջ այնքան պտտվի աչուձա, որ իմանա դավաճանելը որն ա։ Չէ, Ալվարդ, չի դավաճանելի, անիմաստ քյութիկիս հանեցի տնից։ Գրում եմ Բարիշեմ հետը, իսկ դու շատ մի տխրի, կարող ա մի օր դու էլ գտնես չդավաճանող ամուսին, ուղղակի նա երրորդը չլինի։ Փաստորեն հերիք չի ինձ դավաճանել են, մի հատ էլ միակ դավաճանվածն եմ։